Լալա, իսկ ինչպես զինվորական դարձավ, երբ վերադարձաք Հայաստան, ինչպես զինվորական դարձավ։ Միշտ իր ֆոտոալբոմը թերթելիս ամենահպարտ նկարները դա համազգեստով նկարներն են։ 22 թվականի սեպտեմբերի 13-ը Լալա ձեր ընտանիքում այդ ժամանակ որտեղ էր Գայանեն եւ ինչպես ստացաք լուրը։ Ամենասարսափելի արտահայտություն վրա ասեց մեր բալկոնից նայում էինք մամայի մարտական դիրքը ամբողջ գիշեր այրվում էր։ Ինչ ճանապարհ եք անցել, հետաքրքիր է, որովհետեւ անձամբ դուք անհատապես անցել եք երկար ճանապարհ։ Ես կխնդրեի այդ ճանապարհի մասին մի փոքր ավելի մանրամասն։ Մեր 5 կանացից 3-ը վերադարձրվել էին, խոշտանգված եւ կրծքավանդակին գրված Յաշմա բառը։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր Լալա Աբգարյանն է։ Ով է Լալա Աբգարյանը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի արևելյան եւ հարավ-արևելյան ուղություններով Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում զոհվեց Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Գայանե Աբգարյանը։ Գայանեի մահը ուղեկցվել էր դաժան եւ անմարդկային վերաբերմունքով։ Լալա Աբգարյանը Գայանեի հարազատ քույրն է։ Լալա, շնորհակալություն բաց խոսելու մեր առաջարկը ընդունելու համար, չնայած պետք է խոստովանեմ, որ բաց խոսել եզրույթը այսօր խիստ հարաբերական է, որովհետև այսօր մենք փորձելու ենք բաց խոսել այնքան, որքան հնարավորություն է տալիս ուղղակի չվնասելու կարևոր սկզբունքը։ Ես ուզում եմ մեր զրույցը սկսենք Գայանեից, որտեղ եք ծնվել, ինչ հետաքրքրություններ ուներ Գայանեն եւ ինչու էր հենց զինվորական որոշել դառնալ։ Բարև ձեզ Ալիսա ջան։ Շատ շնորհակալ եմ նախ ինձ հրավիրելու համար եւ այսպիսի թեմա ընտրելու համար, որը որ շատ ինձ հոգեհարազատ է, քանի որ Գայանեն ոչ միայն իմ քույրն էր, նաեւ այն կանանց մարմնացումն է, հայ կանոչ մարմնացումն է, որը որ եղել է դարերի վեր եւ տեսել ենք, թե ինչպես են կանայք կարողանում տղամարդուն հավասար լինել մեր հայրենիքի նվիրալ անձինք։ Գայանեի մասին խոսելուց միշտ ժպտում եմ, որովհետեւ ակամայից գնում եմ մեր մանկություն, քանի որ Գայանեն եւ ես ընդամենը 1 տարվա տարբերությամբ ենք ծնվել։ Միասին ենք մեծացել, միասին դպրոց գնացել։ Որտեղ։ Գայանեն ծնվել է Երևանում։ Այնուհետև ընտանիքս տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար, Կրիմսկ։ Եվ մենք ապրում ենք այնպիսի մի վայրում, որ մեր տան շրջակայքում ամբողջը ողողված էր ծաղիկների դաշտերով եւ անտառով։ Գայանեն հենց այդ մանկության տարիներից ուներ լիդերի բնավորություն։ Եվ որևէ բան եթե անում էինք, նախաձեռնում էր նա։ Որպեսզի պատկերացնեք, մեր տան հենց անմիջապես կողքը անտառ էր եւ այդ անտառի միջով անցնում էր երկաթուղի։ Մայրս միշտ վախենում էր, որ դուրս կգանք անտառը, կկորենք կամ երկաթուղի է եւ այլն։ Գայանեն միշտ ուսապարկը վերցնում էր, այն ժամանակ այդպիսի ուսապարկեր չկային, կտորից պատրաստում էր, որը բան էր վերցնում եւ գնում էինք, մենք ունենք նաեւ փոքր քույր Շուշանը, միասին երեքով գնում էինք անտառ։ Միշտ մաման արգելում էր դա անեինք ու Գայանը հենց գնում ենք լսում ենք մաման մեր ձայներ տալի թե որտեղ ենք վերադառնում ենք միշտ մաման նախատում էր Գայանը միշտ հպարտությամբ կարծես ոչինչ էլ չի արել շատ էր բարձրանում բարձր ծառերի որ այդ վերևից հետևեր այդ բնությանը դպրոցում էլ եղել է շատ լիդեր հիշում եմ 88 թվականի երկրաշարժից հետո եւ բնականաբար ԽՍՀՄ փլուզման տարիներին Հայաստանից բազմաթիվ եւ այլ շրջաններից տեղափոխվեցին, դե մենք արդեն այնտեղ էինք ապրում, տեղափոխվեցին ազգությամբ թուրքեր, որոնք խոսում էին հայերեն։ Ու այնպես ստացվեց, որ Գայանի դասարանում կային հայերեն խոսող թուրքեր։ Ես երբեք չեմ մոռանում, մի տղա էր, այդ տղային այնքան էր ծեծում, միշտ պապաս ասում էր, կանչում էին պապայից դպրոց, թե ձեր աղջիկը էլի բան է, իրան էլ որ կոչում էին արմյաշկա, այս արտահայտության համար ինքը ամեն օր այս տղային պարբերաբար ծեծում էր։ Ադրբեջանցի։
չէ, թուրք ազգությամբ թուրքեր, բայց ինչ եմ ուզում ասել, մենք այնպես չենք մեծացել, որ մանկուց որ սերմանել են, գիտեք ինչ, թշնամություն կամ ինչ-որ մի բան, չէ։ Ստացվում է, որ հայի այրան մեջ է գենետիկորենը տարբերել նման որակավորումներ չտամ։ Միշտ այդ մասին ես շատ եմ հիշում, երբ պապան Գայանային միշտ նախատում էր, որ դու աղջիկ ես, քեզ աղջկա վարի պահի ինչ ես տղաների հետ վիճում եւ այլն եւ այլն։ Դեռ ինձ ասում են արմյաշկա։ Ես արմյաշկա չեմ, ես արմյանկա եմ ու ծեծում էր այդ տղային։ Լալա, իսկ ինչպես զինվորական դարձավ, երբ վերադարձաք Հայաստան, ինչպես զինվորական դարձավ, մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ սերնդեսերունդ, հա, այդ ձեր ընտանիքում փոխանցվել է զինվորականի մասնագիտությունը։ Ումից է սկսվել։ Սերնդեսերունդ, այսպես ասեմ, պապիկս հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել եւ բազմաթիվ շքանշաններով շատ լավ ծառայություն է մատուցել հայրենական պատերազմի ժամանակ, այնուհետև դե պապաս միջև այժմ դեռևս բանակում է, եղբայրս էր բանակում սապյորսկեն, չէ՞, ասում sense վաշտում, եւ Գայանան գրեթե 20 տարուց ավել բանակում է եղել։ Նախապես դե այդպես է, մեր տանը հիմա էլ է այդպես, եթե պապային հարցնեմ ինչ ես անում, ինչ ես աշխատում բանակում, մենք այդ մասին չենք խոսում։ Բանակը դա փակ թեմա է, բանակում ծառայում են արիները։ Այնպես որ բանակի մասին միշտ գիտենք, դե Գայանը բանակում է, թե ինչով է զբաղված, խոհարարություն էր անում եւ այլն, բայց այս վերջի տարիներին անցել էր վերապատրաստում եւ կապներ ապահովում։ Կապի ինքը շատ էր սիրում իր գործը, շատ բազմաթիվ անգամ միշտ մամաս վիճել է, մենք ենք խոսել, որ դա աղջկա գործ չի, նմանատիպ արտահայտություններ, բայց ինքը շատ էր սիրում։ Անգամ Գայանի զոհվելուց հետո մեր տուն այցելել էին հյուրեր, մաման մի բան ասեց, ասում է, հիշում եմ, երբ որ մեր տանը նստած խոսում էինք, Գայանն ինչ որ մեկը զոհվել էր, Գայանին ասեց շատ չէ մի քանի անգամ բարբերաբար կրկնել էր, որ տպավորվել էր մեր մոտ։ Մարդ պիտի այդպես ապրի, որ հզորի մահով զոհվի իր հայրենիքի համար ու դրան մենք ուշադրություն չէինք դարձնում, ինք արտահայտում, մտածում էինք հայրենիս էլ կան արտահայտություններ անում։ Բնականաբար իր զոհվելուց հետո մաման էլ հիշեց այդ մասին, խոսեցինք, միշտ իր ֆոտոալբոմը թերթելիս ամենահպարտ նկարները դա համազգեստով նկարներն են։ Իրականում ձեզ ցույց տամ ամենահպարտ նկարները, այն որ աղջիկները սիրում են, չէ, սելֆի անել եւ այլն, իր նկարները ամենահպարտը դա զինվորական համազգեստով նկարներ են։ Գայանեի որդիները նամանավան փոքրը եւս այդպիսի մի հզոր ապագա է մեծանում, Գայանեից ավել ուժեղ եւ հայրենասեր։ 22 թվականի սեպտեմբերի 13-ը Լալա ձեր ընտանիքում այդ ժամանակ որտեղ էր Գայանեն եւ ինչպես ստացաք լուրը։ Ամենադաժան թիվը եւ ամիսը մեր հայերի համար սեպտեմբերը դարձավ։ 22 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Գայանը մարտական հերթապահության էր 101 մարտական դիրքում եւ դա ամենաբարձր տարածքն է, որը որ հսկվում եւ պահպանում էին ամբողջ Վարդենիսի շրջանը։ Դա Սոտքի լեռներն են, ամենաբարձր դիրքերն են, որտեղ նա իրականացնում էր մարտական հերթապահություն։ Լուրը այսպես տասա, ես դեռևս նոր էի վերադարձել Հայաստան, սիրում եմ ալպինիզմը, գնացել էի Էլբրուս, օգոստոսի վերջներ, բարձրանալու, վերադարձա։ Ինչի համար եմ շեշտում այս փաստը, որ Էլբրուսից վերադառնալուց հետո Գայանեի հետ չէի հանդիպել։ Եվ առավոտյան լուսաբացին ժամը 5-ին ինձ զանգահարում են հենց այնտեղից։ Էլբրուսի, Ռուսաստանի մտերիմներից, որոնք որ վաղ են արթնանում եւ լեռներ են բարձրանում, զանգ են տալի, հաղորդագրություն են գրում։ Ասում եմ, ինչ է պատահել, ասում եմ, ինչ է պատահել ձեզ մոտ, Լալա ջան, դուք ինչպես եք եւ ասում եմ, ինչ է պատահել։ Ու ասում եմ, ձեր մոտ պատերազմ է, ոնց ինչ է պատահել, ոնց պատերազմ է, դրսում գիտեն, գիշերը հրահրվել է։ Անմիջապես սկսեցի բոլոր մամուլները մամուլեեմ, տարբեր տեսակի ինֆորմացիա փնտրել ու խառնված զանգ տվեցի քրոջս տղային,
ասի Արման ջան, ի՞նչ է կատարվում, ասեց մորքուր Ադրբեջանը հարձակվել է մեր տարածքների վրա, հիմա պատերազմ է, ժամը 5:06-ն է։ Ասում Արման ջան, կարող է հերթական կրակոցներն են պատերազմ, ես ասում չէ, ամենասարսափելի արտահայտություն վրա ասեց մեր բալկոնից նայում էինք, մամայի մարտական դիրքը ամբողջ գիշեր այրվում էր։ Երկու տղա ննջասենյակի պատշգամբից հետևել են ինչպես էր այրվում իրենց մամայի դիրքը։ Ասում բարամը ուրա ու այդտեղ արագ պապայիս զանգ տվեցի շուտ գնանք երեխանի տեղափոխենք, Արմանը չեկավ։ Մեծ որդին չեկավ։ Մնացել էր եւ փամփուշտներ էր կրում, օգնում էր։ Ասում եմ մնամ օգնեմ, իջե մամային չգտնեմ, չեմ գա։ Այդտեղ հասկացանք, որ իրոք սարսափելի իրադարձություն է տեղ ունեցել, որը խլեց 207 հայի կյանք։ Ունեցանք 300-ից ավել վիրավոր, 20 գերի, եւ այդ մասին գրեթե ոչ մի տեղ այլևս չի խոսվում։ Իմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում են գտնվում Ադրբեջանի զորքերը, եւ այդ մասին ոչինչ չի խոսվում։ Ոչ ոքի հետ չի խոսվում, չի բարձրաձայնվում։ Չեն խոսվում այդ զոհերի մասին, չեն խոսվում, թե ինչպես են պահել այդ սահմանները։ Չի խոսվում այն մասին, որ կանայք մնացել են մարտական դիրքում եւ չեն փախել։ Մինչդեռ իմ զինվորի, հզոր զինվորի անունը ցածրացվել էր եւ իմ զինվորին դարձրել էին փախնող զինվոր, չէ՞։ Արտահայտություններ կային, որ փախնող զինվոր, բայց արի ու տես, որ 5 կանայք զոհվեցին, որոնք դիրքը չեն թողել ու չեն փախել։ Իմ զինվորը սա է, իմ զինվորը փախնող զինվոր չի։ Սոտքի լեռներում զոհվեցին 3 կանայք։ 3-ն էին, Ջերմուկում 2-ը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը պատկերացնելուց կհասկանանք, որ ամենաթիրախային ու ամենավտանգավոր կետերում են եղել այդ 5 կանայք։ Նրանք ունեին ընտանիքներ, ոմանք եւ չունեին։ Լալա, ներողություն, այդ 5 կանանցից ում եք ճանաչել նախկինում։ Կան կանայք, որոնց նախկինում ճանաչել եք։ Ցավում եմ, որ կենթանության նորոք հնարավորություն չեմ ունեցել ճանաչել այդպիսի հզոր մարդկանց, որոնցով իմ երկիրը, իմ ազգը, իմ հայրենիքը, այս բառերը սիրում եմ, որոնք հանել են մեր լեքսիկոնից։ Հզորա։ Հետո ինչ իմացաք նրանց մասին։ Գայանեի հետ միևնույն մարտական դիրքում զոհվել էր Ալիսան։ Ալիսայի եղբայրը նույնպես զոհվել էր։ Եվ Ալիսայի եղբոր զոհվելուց հետո Ալիսան երդվում է իր եղբորը եւ անցնում զինվորական ծառայության։ Եթե չեմ սխալվում, քարորյա պատերազմի ժամանակ էր, չէ՞ զոհվել Ալիսայի եղբայրը։ Ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ է զոհվել։ Ալիսան մասնակցել է նաեւ 44-երյա պատերազմին եւ ինչպես տեսանք զոհվեց Գայանի հետ միևնույն մարտական դիրքում։ Արդյոք սա փախնող զինվորի այս բառը ինձ շատ է խոցել դրա համար եմ արտահայտում, շատ է խոցել։ Քանի որ ես կին լինելով ներկայացնում եմ ոչ միայն կանայց, նաև տղամարդկանց տեսակը, հայ տեսակը, այսպես ճիշտ արտահայտվեմ, որը որ միշտ իմ մեջ գիտեմ, որ ես իմ հայրենիքը պատրաստ եմ պահելու թե ուղեղով, թե գրչով, կարիք լինի նաև զենքով։ Տարբերություն չկա, պայքարելու եմ իմ Հայաստանի համար, լինի ուղեղ, գրիչ, խելք, ամեն հնարավորին տարբերակներով։ Եվ այսպիսիք բազմաթիվ են։ Եկեք գնանք եռաբլուր, տեսեք բազմաթիվ են։ Այս բառը ինձ շատ է խոցել ու չէի ցանկանա ունենալ այնպիսի իշխանություն, որին որ ընդհանրապես պետք չի են լերը դե տարին 12 ամիս ձունային չեն կանում։ Ինձ պետք է այնպիսի իշխանություն, որ անգամ չգիտեմ քարը շպրտես ընկնի օտարի տարած գնա այդ քարի հետևից։ Լալա, մենք գիտենք, որ հայ-զինվորը ոչ միայն չի փախել, եւ իդեմս այդ 5 կանանց մնացել են եւ պահել են մինչեւ վերջ։ Ես գիտեմ, որ Գայանեի մարմինը վերադարձնելը եւս հեշտ չի եղել, եթե կարելի է մի քանի խոսք նայել այդ մասին։ Միայն Գայանեն չէր, այդ օրերին այս անմարտկային վերաբերմունքը եւ Ադրբեջանի կողմից, որ անգամ մեր դիերն է տանում, իմ հայրենակիցների դիերը,
բոլորը հավաքել եւ տարել էին։ Ինչի եմ այդպես ասում, որովհետեւ այս ամբողջ ընթացքում Գայանի զոհվելուց հետո ձեռնամուխ ենք եղել որոնողական աշխատանքներով եւ սահմաններում եւ վիրավորների մեջ եւ բնականաբար արդեն դիահերձարաններում անընդհատ կապը սպահում էի զինվորականների հետ, ովքեր Գայանային ճանաչել են։ Իրենց հետ խոսելուց գրեթե օրը մի քանի անգամ ասում են ինչ վիճակում է։ Ասում են հիմա նայում ենք այդ ամբողջ զոհերի վրա Ադրբեջանը կանգնացրել է մի հսկա բանակ։ Այնուհետև զանգը լինում է թե ինչ վիճակում է։ Մի խոսքով հասկացանք, որ նրանք դիերը չթողեցին դուրս բերել մարտական դիրքերից եւ ամբողջը հավաքեցին տարան։ Իհարկե ես արդեն գիտակցեցի, որ Ադրբեջանը գիտենք ով է։ 13-ին պատերազմի հենց օրերին 15-ին, սեպտեմբերի 15-ին ես Եվրոպական դատարան հայց ներկայացրեցի դին վերադարձնելու, որովհետև գիտակցում էի, չգիտեի, որ դիերը չեն տալու, բայց ճանաչելով Ադրբեջանի ձեռագիրը հասկացա, որ արագ պետք է գործել եւ հայց ներկայացրինք Եվրոպական դատարան դիերը վերադարձնելու համար։ Ինչին Ադրբեջանը բնականաբար պատասխանեց ամիսներ անց, որ դա սուտ է, զրպարտանք է եւ դրանք ընդհանրապես իրեն հետ կապ չունի, դա Սիրիայի տեսանյութեր կամ նկարներ կամ ինչ-որ բաներ են ուղարկել։ Բավականին երկար 2 ամիս անց պայքարից հետո Գայանայի դին վերադարձվեց, բայց բարբերաբար դե մեր հայրենակիցների դիերը վերադարձնում էին այդ ամբողջ դիերի մեջ ես փնտրում էի Գայանայից գոնե մի կտոր 95 հոգի է, եթե չեմ սխալվում, վերադարձրեցին, այնուհետև 30 քանի 3 փուլով վերադարձրեցին ու պատկերացնում եք, հասկանում եք ինձ, որ դրանից այն կողմ աշխարհում վատ բան չկա, որ սպասում ես ու որոնում ես այդ կտրատված, խոշտանգված, փտած, նեխած դիերի մեջ փնտրում ես քո մասը, մի կտոր, երազում էի գոնե մի կտոր, ինչի ենք հասել։ Հիշում եմ քուրիկներիս հետ ասում ենք, երբ որ Գայանայի դին եկավ արդեն, առավոտյան արդեն սպասում էի։ Ու գիտեք ինձ, մենք մեզ բռնացրեցինք ինչ սարսափելի մտքի վրա, որ մենք ուրախությունից ցնծում էինք, որ դի ունենք։ Սրանից այնքան վատ բան, նմանատիպ սարսափելի աշխարհում դեռևս այդպիսի արտահայտություն ու բառեր չկան, որպեսզի կարողանաս բնորոշել այս սարսափը։ Այո, 2 ամիս տևեց Գայանայի դին վերադարձրեցին դեկտեմբերի 2-ին մենք հողարկավորեցին Գայանային իր հաղթանակած, որտեղ նրանք չեն փախել եւ հզոր մարտական ընկերների կողքին յառավելրում։ Լալա, ուզում եմ հստակեցնել, դին վերադարձնելուց բացի դուք Գայանայի գործով հետագայում եւս դիմել եք միջազգային ատյաններին 2000 դիմել եք նաեւ միջազգային քրեական դատարան, որին Հայաստանը անդամակցում է 2024 թվականի փետրվարի 1-ից։ Նախ ուզում եմ հստակեցնել ինչու անհատական հայցով դիմեցիք, արդյոք պետությունը այդ խոշտանգումների գործով միասնական հայց չի ներկայացրել այդ դատարան եւ ինչ ընթացքում է գործը։ Այո, իհարկե, բնականաբար հողարկավորությունից հետո սկսեց մեկ այլ փուլ, պայքարի փուլ իմ հայրենիքի, հայրենակիցների ու հազարավոր այն կանանց ու ընտանիքների համար, որոնց հանդիպեցի այս ճանապարհին։ Ինչ ճանապարհ եք անցել, հետաքրքիր է, որովհետև անձամբ դուք անհատապես անցել եք երկար ճանապարհ։ Ես կխնդրեի այդ ճանապարհի մասին մի փոքր ավելի մանրամասն։ Այնինչ հնարավոր է նաև բացել այդ ճանապարհից այն դեպքերի, խոշտանգումների հետ կապված ինչ որ հնարավոր է։ Ես հասկանում եմ, որ այստեղ իսկապես մենք խոսելու ենք այնքան, որ չվնասենք որևէ մեկին, բայց ինչքան որ հնարավոր է ուղղակի ներկայացնել։ Այսպես ասեմ, մեր 5 կանանցից 3-ը վերադարձրվել էին խոշտանգված եւ կրծքավանդակին գրված Յաշմա բառը։ Այսինքն այդ տարածքով անցել էր ադրբեջանական այն զորքերը, որոնք իրենց
հերոսներ են համարում եւ ջոկատի անունը Յաշմա է եւ նրանք չեն թաքցնում։ Դրանց մեջ կանայք էին եւ տղամարդիկ։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում եւ շատ շատերի ընտանիքներում դժվարանում են այս մասին խոսել, կարծես մեր ամոթը, մեր ցավը խեղդում ենք մեր մեջ։ Բայց եւ Արցախում, եւ Հայաստանում ունենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, որոնց մասին պիտի խոսվի, պիտի բարձրաձայնվի, պիտի հասնենք արդարության, պիտի պահանջենք պատասխանատվություն, քանի որ կյանքը ցույց է տվել առանց պատասխանատվության բնականաբար դեպքերը ցավոք կրկնվում են։ Այդ խոշտանգումները, այդ սարսափելի իրադարձությունները նրանք բնականաբար ունեին ուղեկցվում փաստերով։ Այդ բոլոր փաստերը հավաքելուց հետո, բնականաբար դիերը վերադարձվելուց հետո համադրեցինք եւ միացած TJ թիմին, որոնք իրականացնում են փաստահավաք, մեծ աշխատանք, ահռելի մեծ աշխատանք, կեցեն նրանք 2024 թվականին CFTJ թիմի հետ ձեռնամուխ եղանք 100 էջանոց փաթեթ, որի մեջ զետեղված է մի ամբողջ ցեղասպանություն իրականացված Ադրբեջանի կողմից։ Այնտեղ ոչ միայն Գայանեի հայցն է, այլև մի ամբողջ փաթեթ 100 էջանոց, որի մեջ բնականաբար ներառված են բազմաթիվ խոշտանգումների դեպքեր, ոչ միայն պատմություններ, այլև փաստեր։ Օրինակ դեպքերից են հայ կնոջը ամենադաժանաբար հերթականությամբ, որպեսզի չթվարկենք, կոռեկտ չի լինի եթերում, հայտնի է մեզ ինչպես են վարվում ադրբեջանցիները հայ կանանց նկատմամբ, ամենասարսափելի խոշտանգումներով կտրատել էին վերջում ընտանիքը որոնում էր իրենց քրոջը, հայտնաբերում են բակում մի փոքր փուխր հող, բացում եւ տեսնում են, որ ադրբեջանցիները կտրատել եւ թաղել են այդ կնոջը։ Արցախում դեպքը որտեղ է եղել։ Եկեք դեպքի մանրամասները չասեմ։ Լավ։ Կանայք, որոնց խոշտանգել են, մերկացրել եւ սպանել։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր։ Եվ վերջապես այսպիսի մի բան, ցեղասպանություն դեռևս չի նշանակում միայն ֆիզիկական ոչնչացում, որը իրականացվել է բնականաբար Ադրբեջանի կողմից, նաև մարդկանց իրենց բնորանից կտրելը, դա նույնպես ցեղասպանության տեսակ է, որը որ իրականացվեց իմ հայազգի, Արցախահայերի նկատմամբ։ Հայցը հանձնեցինք եւ ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ես հույս չունեի հասնելու այս կետին, քանի որ մենք ունեցել ենք արդեն ցեղասպանություն, սակայն այդ ժամանակ Հայաստանը հայերը հնարավորություն չեն ունեցել, այսպիսի հարթակներ չեն ունեցել այս մասին խոսելու։ Դրա համար կրկնվեց դեպքը։ Հիմա պետք է այս մասին խոսվի, ներկայացվի, ես չլինեմ միակը, լինեն Հայաստանից բազմաթիվ դեպքեր, որ կարող են դիմել եւ դա հնարավոր է, ներկայացնել իրենց ցավը, վիշտը, ապացույցները, ընտանիքի անդամների նկատմամբ ինչ է իրականացվել, իրենց հարազատներին, որպեսզի միջազգային դատարանները ողողված լինեն, որպեսզի հանրությունը տեսնի, չէ՞ որ հստակ օրենքներ գոյություն ունեն։ Օրինակ, իրականացվել է, պահանջը ինչն է, ապացույցները կան, եկեք ուրեմն կիրառենք նաև Ադրբեջանի նկատմամբ որոշակի զսպաշապիկներ հագցնենք, հա, կիրառենք սանկցիաների կիրառում, ով կսպասեր Պուտինի դեմ, կկիրառվեին սանկցիաներ։ Տարիներ առաջ դրա մասին չէինք էլ կարող մտածել։ Սա հնարավոր է, չէ, հասնել, բայց դա չես կարող անել միայնակ։ Սա պետք է չթաքցնել, սրա մասին պետք է խոսել եւ ներկայացնել։ Լալա, իհարկե չեմ կարող չհամաձայնել, բայց Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։ Նախ
ինձ հետաքրքիր է ձեր վերաբերմունքը իշխանության այս հայտարարությանը եւ այս դիրքորոշմանը եւ հետո ձեր հարցը բնականաբար անհատական է եւ պետության հետ թվում է ուղիղ կապ չունի, բայց որքանով է Հայաստանի պետության այս դիրքորոշումը ազդում անհատական հայցերի վերաբերյալ այս կառույցների դիրքորոշման վրա, մոտեցումների։ Շատ ցավալի է, շատ ցավով եմ լսում ու ընթերցում բնականաբար ծանոթանում նման որոշումներին, քանի որ իմ հայրենիքին դա ոչ մի լավ բան չի բերելու, ոչ մի, բացարձակ, ընդհակառակը ամրապնդելու եւ ուժեղացնելու Ադրբեջանի իշխանությանը։ Սրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է եւ անընդունելի է, պարզապես անընդունելի է քո հայրենակիցների նկատմամբ իրականացված ոճրագործությունների վրա աչք փակել։ Դե դա արվում է հայ-ադրբեջանական խաղաղության, այսպես ասած, Որ խաղաղության դարաշրջանի համատեքստում։ Իթիհադ վեթերակի մասին է խոսքը։ Իթիհադ վեթերակի մասին բոլոր գրագետ մարդիկ գիտեն, որ դա պանթուրքական, պանիսլամական ծրագիրն է, որը Իթիհադ վեթերակի կուսակցությունը ճիշտ է ստեղծվել է 1890-ականներին եւ ծառայել է մինչեւ հայոց ցեղասպանությունը։ Կուսակցությունը գրեթե չկա, բայց գաղափարախոսությունը չի փոխվել։ Չի փոխվել։ Նրանք իրականացնում են շարունակաբար ցեղասպանություն այն անձանք նկատմամբ, այն որոնք ունեն այլ դավանանք։ Նրանք քրիստոնյաների նկատմամբ իրականացնում են եւ իրականացնելու են Հայաստանը ոսկոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի կոկորտին։ Մոռացեք խաղաղության մասին։ Նման խաղաղություն չի կարող լինել, ինչի մասին բոլորը շատ լավ հասկանում ենք այդ մասին։ Եկեք երկու դեպք նայենք, 2 կամ 3 չմանրացնենք։ 1915 թվականի ցեղասպանությունը արդյոք Թուրքիան ճանաչում է։ Okay, եթե ճանաչեր, ես կհասկանայի, եզրեր ունենք հաշտվելու։ Երկրորդ դեպքը նայենք։ Մինչ մեր իշխանությունները կիսում էին եղբայրության խաղաղության պատվո Աբու Դաբիում մրցանակը, իմ հայրենակիցները ցմահ էին դատապարտում։ Ես դա կդիտեի քայլ, եթե նույն օրը իմ հայրենակիցները ազատ արձակվեին։ Ես կհավատայի այդ խաղաղությանը։ Ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը, մինչ իմ հայրենակիցները դեռևս գտնվում են ու ես պայքարելու եմ, շարունակելու եմ, ինչքան ապրում եմ իմ հայրենակիցներին վերադարձնելու համար։ Յուրաքանչյուր բարձր հարթակներում ներկայացնելու եմ այդ հարցը։ Պետությունը չգիտեմ ինչ կողնորոշում ունի, բայց ինձ նման մարդիկ քիչ չեն հավատացել գալիսա։ Եվ մենք պայքարում ենք, ամեն ինչ անելու ենք։ Ես 2 օր առաջ հանդիպում ունեի CFTJ-ի աղջիկների հետ, իրավաբանների հետ, ասում եմ, հիշում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սա դրա մասին էլ կխոսենք, կոնգրեսում աշխատանքի ժամանակ, երբ միջանցքը ամբողջը զավթել էի ես, դա պետք է տեսքդ լինի այնպեսին, որ քեզ ընդունեն, չէ՞։ Այդ բարձրակրունկների վրա, որոնք որ չեմ սիրում, 24 ժամ այդ կարիդորներում վազում էի եւ ամեն կոնգրեսմենի կանգնեցնում, ասում էի կլսեք ինձ մի րոպե, 1 րոպե կլսեք, որ այն Save Armenia-ի տղաները, որոնք որ օգնել էին մեզ գնալ կոնգրես եւ ներկայացնել, նրանք խոսում են մն մասին, ասում են ինչ աշխատանք արեցիք, ես չէի սպասում, ոնց, ասում դուք հասկանում եք, որ մի փոքր թիմ կարողանում է մի բան անել, դուք հասկանում եք, որ մեծ թիմը ինչ կարող է անել, ինչերի կարող ենք հասնել։ Խոսեցինք այն մասին, որ ասում եմ, հիշում ես, որ ես ասեցի, միչև Գևորգ Սուջանն ու Դավիթը չվերադառնան, ես չեմ հանգստանալու։ Այնքան ուրախ եմ, որ վերադարձան տղաները, ու ես սպասում եմ մնացածին։ Մենք ունենք հայրենակիցներ, որոնց մասին չի խոսում, բայց նրանք եւ Ադրբեջանը հերքում է, բայց նրանք կվակվի բանտերում են, բոլորս գիտենք դրա մասին։ Հələ շատերի մասին չի խոսվում։ Այս իշխանության օրոք գրանցված մի քանի պատերազմի զոհերի մասին պաշտոնական լրահոսներում սովորաբար լռում են։ 44-օրյա պատերազմի զոհերի անվանական ցանկը մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել, իսկ 2022 թվականի զոհերի մասին կարծեք կա տպավորություն, որ ընդհանրապես չեն հիշում։ Եթե իշխանությունը
այս կերպ փորձում է մոռացության մատնել իր հանցանքները, ապա ինձ միշտ զարմացնում է, թե ինչու է հասարակությունը լուռ հանգիստ հետևում այս ամեն ինչին։ Դուք ունեք դրա բացատրությունը։ Ես լուր չեմ հետևում եւ չեմ հետևելու լուր։ Ես ոչինչից չեմ վախենում։ Միայն մեկ պարզ պատճառով Գայանեն եւ նրա նմանները ոխերին թշնամու դեմ, ես կրկնում եմ այդ բառը, ոխերին թշնամու դեմ կանգնած են եղել զենքով, չեն վախեցել եւ չեն փախել, թերևս ունեցել են հնարավորություն այնտեղ չգտնվելու։ Քանի որ լինելով մարտական դիրքերում տեսել են ինչ վիճակում են գտնվում մեր ուժերը եւ ինչ վիճակում եւ ինչ դիրքերից է խոսում Ադրբեջանը։ Ես ասել եմ այդ մասին եւ նորից եմ կրկնում, Գայանեին վերջի անգամ տեսնելուց ասել է մեր ապրել է 50-50-ը ու գնացել է ու կանգնել է ու չի փախել։ Վարդան Մամիկոնյանի կոչը միշտ ասում եմ ասել է մահ իմացյալ անմահություն, մահ իմացյալը մահ է, մահ իմացյալը անմահություն։ Չեն փախել մեր տղաները, Ալիսա, չեն փախել մեր աղջիկները։ Ու ինձ նման շատերն են։ Պարզապես այնքան լավն է իմ ազգը, որ չի ուզում բացարձակ իր երկրի ներսում ցնցումներ լինի, որից օգտվի թշնամին։ Բայց արի ու տես, ես ուզում եմ նաև այդպիսի իշխանություն։ Այս անարդարությունների դեմ պայքարելու համար դուք կարծեք գտել եք ձեր խրամատը։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության թիմում եք, որի ղեկավարն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նախ ինչպես հայտնվեցիք այս թիմում եւ որն է այս թիմում ձեր հիմնական առաքելությունը։ Արման Թաթոյանը ինձ համար շատ լուսավոր անձնավորություն է։ Այսքան ժամանակ պայքարի, այսպես խոսեմ, ինձանից ասեմ, որպեսզի իմ պայքարի մասին ասեմ, հետո անդրադառնամ, թե ինչպես հայտնվեցի ու վստահեցի այս թիմին։ Ինձ ճանաչող բոլոր այն մարդիկ, որոնք իմ բացակայությունը եւ ընտանիքիս անդամները, եւ ընկերներս, եւ հարազատներս գիտեին, որ մեծամասամբ հայրենիքից բացակայում եմ, ամեն հնարավոր պատճառ, ամեն հնարավոր տարբերակ գտնում եմ, որպեսզի իմ հայ ազգի ձայնը հասցնեմ միջազգային կառույցներին, որոնք կարող են հարց լուծել։ Անկամ ասում եմ, եթե գոնե հայրենիքիս զենք տրամադրեն, օգնած կլինեմ։ Ու հասկանալի է, չէ՞, արդեն ունենում ես այլ շրջապատ, այլ մարդկանցով շրջապատ եւ փորձում ես որոնել ով կա, որ կարող է, հնարավոր է մի բանով օգնի քեզ, որ միայնակ չլինես, միայնակ ոչինչ չես կարող անել։ Մեր քաղաքական դաշտը ուսումնասիրելուց բնականաբար շատ ուրախացա, երբ հանդիպեցի Արման Թաթոյանի գործունեությունը, որովհետև ես Արման Թաթոյանին անձամբ չէի հանդիպել, բայց մեր 2022 թվականի դեպքերի ժամանակ Արման Թաթոյանը մի քանի անգամ փորձել էր ինձ հետ կապվել, հեռախոսով զրույց էինք ունեցել, բայց ես այնքան զբաղված էի, որ չկարողացա իր հետ հանդիպել, խնդրեցի քույրիկիս, որպեսզի պարոն Թաթոյանին դիմավորեն։ Նա 2 անգամ Ալիսա պետական կառույցներից շեշտում եմ, համադրում եմ, եւ ոչ մեկը չի մոտեցել, մեր ամենաթույլ տեղն է, սա դրա մասին խոսենք, հիշեցրեք, չի մոտեցել եւ չի ցավակցել, իմ ծնողի ձեռքը չի սեղմել, մինչդեռ պարոն Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ 2 անգամ հանդիպել է մայրիկիս, շնորհակալություն է հայտնել, խոնարհվել եւ նստել կողքին ձեռքը սեղմել, որ նման հայուհի ենք ունեցել։ Պարոն Թաթոյանին ճանաչողները գիտեն, որ նա, չգիտեմ, ասեմ ցավոք, թե բարեբախտաբար չի հնչեցնում իր արածները։ Այսպիսի մի արտահայտություն չկա, չէ, որ դատարկ անոթը շատ ուժեղ է հնչում։ Ես ուրախ եմ, որ պարոն Թաթոյանը լի անոթ է։ Եվ նրա արած գործունեությունը, գործերը մենք ենք տեսնում։ Հաջորդ պատճառը։ Պարոն Թաթոյանը այն մարդը չէ, ում պետք է ասես, թե ինչ է գերին, թե գերին նա չի տեսել մենակ թղթի վրա եւ վիզուալ։ Նա աշխատել է այդ մարդկանց հետ։
Նա ծանոթ է Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրների հետ։ Նա եղել հասկանում է ինչ է հայրենիքը, ինչ է իրավունքը, վերջապես խելացի կրթված մարդ է, որի հետ խոսելուց մեր լեզվով ասած հավեսդ գալիս է։ Պարոն Թաթոյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպան եւ օրնի բուն աշխատել է։ Ինչ անենք, որ սելֆի չի արել, ինչ անենք, որ չի գնացել խրամած սելֆի արել, գցել, որ ես ազգը հասկանա, որ ես մարդը հայրենը նվեր, հայրենը նպաստ աշխատանքի է։ Ես վստահում եմ իրեն եւ կանգնելու եմ իր կողքին, փորձելու եմ ինքս իր հետ պայքարել եւ այն մեսիջը, որը մեր գերիները մեզ տվել են, որ այնքան ցավով եմ կարդում այդ տողերը, որ հայ ժողովուրդը կամ կվերածնվի, կամ կոչնչանա։ Ես ուզում եմ իմ հայ ազգը վերածնվի, այդ իսկ պատճառով վստահում եմ։ ഞാൻ ուզում եմ արձանագրել նաև եւս մի քանի փաստ, որպեսզի հասկանանք, որ պայքարը ինչքան կարևոր է։ Փաստ 1. Երբ մեկնում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կոնգրեսում աշխատանքների, կոնգրեսմեններից ընդամենը 2-3 հոգի գիտեին, որ Արցախ այլևս մերը չէ։ Այնուհետև հրապարակվեցին, որ 60 կոնգրեսմեն ծանոթացել են եւ պատրաստ են լսելու եւ որոշակի գործողությունների փաթեթեր ներկայացվել չամանրանամ 60 կոնգրեսմեն, այսինքն մեկ փոքր թիմ, մեկ, չգիտեմ, ոչ ոք լալա եւ մեկ փոքր թիմ կարողացան փոխել 60 կոնգրեսմենի կարծիք։ Այս փաստը եւ հաջորդ արդյունքը 2025 թվականի վերջերս նոյեմբերի 30-ին եւս մեկ այց ունեցա Հագա։ Հագա Նիդերլանդներ, որտեղ գտնվում է ICC-ն, International Criminal Court-ը, միջազգային քրեական դատարանը, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ միջազգային քրեական դատարանը ինքն էր ինձ հրավիրել։ Ես չեմ նախաձեռնել գնացել։ Միջազգային քրեական դատարանը ինքը հրավիրել էր, որպիսի խոսենք այս մասին, որպիսի ներկայացնեմ եւ հավատացած եղեք ամենաբարձր ձևով ներկայացրել եմ իմ հայրենիքը, իմ հայրենիքի նկատմամբ տեղի ունեցած բոլոր ոճրագործությունները եւ յուրաքանչյուր հանդիպումները, որոնք որ պետք է տևեին այդ բյուրոկրատական 15 րոպեն, արձանագրում էինք 45 րոպե, 1 ժամ, այսինքն նրանք պատրաստ էին եւ լսում էին եւ որոշումներ էին կայացնում։ Հանդիպումները չեն եղել 1-2 հոգու հետ, դատարանի բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, տարբեր բարձրաստիճան մարմինների հետ, նույնը կոնգրեսում, նույնը եւ ICC-ում, այսինքն արդյունքի կարող ենք հասնել, բայց միասնական։ Սա բացառիկ հայց է եւ Հայաստանի պատմության մեջ եւ Ադրբեջանի, քանի որ ցեղասպանության հայցով դիմել ենք միջազգային քրեական դատարան, ընդդեմ Ադրբեջանի նախագահի եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս հարցին պետք է հետամուտ լինել, քանի որ մենք նման նախադեպը չենք ունեցել։ Եվ եթե խոսում ենք խաղաղությունից, շատ հեռու էլ եւս մեկ անգամ չգնանք, հիշենք մեր Հրանտ Դինքին 2007 թվականին, նա նույնպես հավատում էր խաղաղությանը, նույնպես սիրով իրականացնում էր Ակոս թերթի խմբագրությունը, ի նպաստ հայրենիքի եւ Թուրքիայի փորձում էր խաղաղության եզրեր գտնել։ Ինչ արձանագրեցինք, ցավոք, գիտենք ինչ տեղի ունեցավ։ Ժամանակին թուրքերի խաղաղասիրությանը հավատում էր նաև Գրիգոր Զոհրաբը, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւս գիտենք ցավոք։ Այս մասին ասեմ, որ որոշներին չտվա, թե դա շատ հաճելի ուղևորություններ են, չգիտեմ, սպասելիքներ են,
ամեն անգամ ոչ միայն Գայանայից, այլ մեր զոհերից խոսելիս դու գնում հայտնվում ես այդ մարտի դաշտում, այդ դաժանությունների մեջ եւ վերադառնում։ Եվ դա չի լինում 1-2 օր, դա լինում է օրը մի քանի անգամ ամեն հանդիպումներին։ Օր է գալիս, որ դու կարծում ես ես շուտով կխելագարվեմ, բայց ես պիտի անեմ, դրա կարիքը ունի իմ հայրենիքը։ Հաճախ հնչել են այսպիսի հարցեր, անգամ ամենամտերիմ մարդկանցից, հավատացեք։ Ինչ ես ակնկալում։ Ինչ ես սպասում, որ անում ես, հա ինչ ա լինելու։ Ես Եվրոպական դատարանում այլ հայց չեմ ներկայացրել։ Շատերը ասում են, դե լավ, ագոնե այս մասին խոսեմ էլի, կներեք էլի։ Շատ եմ լսել եմ, որ խոցում ա, դուք էլ ինձ կհասկանաք։ Ասում են, դե լավ, բանա, Լալա ջան, ակնկալում ես դե Ադրբեջանից փոխհատուցում գոնե այդ երեխեքին։ Ես Ադրբեջանից 100 անգամ եփված ոսկի չեմ ուզում։ Եվ այդ հայցով չեմ դիմելու, ինձ ոչինչ հարկավոր չի այնտեղից։ Չխոսենք ադրբեջանական բենզինի ու ցորենի մասին։ Զտայրուն ոսկին ոչ ինձ է հարկավոր, ոչ իմ ընտանիքին, ոչ Գայանայի զավակներին, ոչ առավել եւս իմ հայրենիքին։ Վերադառնալով զավակների հարցին, որը որ կարծեք թե մենք բաց թողեցինք, Գայանեն ունի 4 զավակ։ Ինչպես ազդեց այս ամենը նրանց ճակատագրի վրա, ինչով են նրանք այս պահին զբաղված։ Կարճ ասեմ, Գայանայի զավակները իմ զավակներն են, ես շատ ուրախ եմ, որ հիմա ունեմ ավելի քան 2-ը։ Բոլորին իրեն գիտեն, որ իրանց մեջքին կանգնած է Գայանեն եւ եւս մեկ լեռ։ Նրանք շատ լավ են, ողողված են մեր սիրով, բայց մայր կորցնելը բնականաբար չխոսենք ոչինչ չի փոխարինի։ Նրանց ինչքան էլ սիրենք, փայփայենք, ոչինչ չի փոխարինի մորը։ Ասում են երեխան որբ է մնում մորից։ Ծարտայտություն կա, չէ՞։ Լալա, ձեզ ուշ նախ երեխաներին ոտքի կանգնեցնելու եւ ձեր պայքարը շարունակելու։ Ոչ միայն Գայանայի հարցում միջազգային ատյաններում արդարության հասնելու համար, այլև մեր երկրում այս սարսափելի ինչ ասեմ։ Ասե։ Հայաստանի պատմությունը լինելու է հայոց պատմություն։ Իմ հայրենիքը Հայաստանով չի։ Իմ հայրենիքը մեծ հայոցը, հայոց պատմությունը։ Ես ուսուցիչ եմ, գիտեք ինչի մասին եմ խոսում։ Իմ համար շատ խոցել է, որ իմ հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն։ Իմ համար ավոր խոցել է, որ հայ գրականություն դառնում է գրականություն։ Այսինքն մեր մատաղ սերունդի, իմ աշակերտների համար պիտի լինի այնպիսի հայրենիք, որ նրանք մեծանալու են հզոր քաղաքացիներ, հզոր հայրենակիցներ, ունենալու եմ կրթված եւ հզոր հասարակություն։ Ես պայքարելու եմ դրա համար։ Մեր կրթությունը չպիտի լինի խեղել են, չէ, հանել են, չէ, համը, աղը, հոտը մեջից, հայրենիքս հանել են մեջից։ Այդպես չեմ թողնելու։ Սիրելի հետևորդներ, Լալա Աբգարյանի այսօրվա զրույցը լսելուց հետո կարծում եմ շատ պատկերավոր տեսակ նաև Գայանա Աբգարյանին, որը զոհվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին։ Լալա Աբգարյանն էր, ինչպես նշեցի, իմ զրուցակիցը, զրույցը վարեց Ալիսե Գևորգյանը։ Ցտեսություն։